Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությանը կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ տեղեկություն չունեն, թե ինչ քրեական գործի հիմքով է Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրել, եթե ընդամենը 2 օր առաջ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա։ Միկոյանը այդ միջնորդությունը Զվարթնոց օդակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակություն է անվանում։ Այն առնչվում է նաև Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանին եւ Ռուսլան Բարսեղյանին։ Միջնորդությունը ԿԸՀ-ն վաղն է քննելու։ Սա 2 օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է։ Փաստորեն 2 օր առաջ քննչական եւ հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա եւ հետեւաբար նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով։ Իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ որ գործ է կարել ու դիմել ԿԸՀ։ ԿԸՀ ինչու էին դիմում, միևնույն է թքած ունեն օրենքների վրա, կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին։ Փաստացի Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցագիծն է դարձնում իրավապահներին, որևէ նոր քրեական գործի մասին տեղեկություն չունենք եւ նախագահը որևէ գործով չի հարձակմվել։ Նման եւ ավելի վատ զարգացումների պատրաստ ենք եւ միշտ էլ պատրաստ ենք եղել։ Օդանավակայանը հանրային տարածք է, այսպես է արձագանքել ՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը լրագրողների հարցին, թե ինչպես է Զվարթնոց օդակայանի ԱԱԾ սահմանապահների հսկիչ անցագրային կետի տեսախցիկի տեսագրությունը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի կայքում։ Ալեքսանյանը պնդել է, թե այդտեղ որևէ արտարոց բան չկա, կասկածի տակ է դրել, որ դա առհասարակ հենց այդ տեսախցիկի նկարահանումն է ու պնդել է, որ հանրային վայրում է իրականացվել տեսագրությունը։ Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքում գործող Զվարթնոց միջազգային օդանավակայանը, առնվազն այն տարածքը, որտեղ որ այդ ֆոտոն, վիդեոն արվել է, հանրային տարածք է, դա չի կարա համարվի անձնական տվյալ։ Ես չգիտեմ ինչ տեսախցիկով, բա դուք տեսել եք ինչ հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում եմ, այդ տարածքը հանրային տարածք է։ Նշանակում է արտարոց ոչինչ չկա։ Դա հանրային տարածք չի, ուզում եք ասեք, դա անձնական կյանք, ասենք դա Ռոբերտ Քոչարյանի ինչն է, ներքին սենյակն է։ Թիկունքում գտնվող տեսախցիկով, որը միայն տիրապետում է անվտանգության աշխատակիցը։ Ես չգիտեմ, դա եթե դուք այդպես էքսպերտիզա եք արել, նման պնդում եք անում, դա ձեր գործն է։